Այդ սադրանքներն ու պատահարները դառնում են ավելի ու ավելի լայնածավալ եւ բռնի, ու վերջին 2 տարիներին դրանց թիվն ավելացել է։ Դա ազդանշում է, որ իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել։ Չնայած հրադադարի մասին Ադրբեջանի հայտարարություններին, բախումները շարունակվում են երկու կողմից եւ ստեղծվել է չափազանց վտանգավոր իրավիճակ, որը թեև կհանդարտվի Մոսկվայի, Վաշինգտոնի եւ ընդհանրապես արտաքին ճնշման տակ հաջորդ 24 ժամվա ընթացքում, սակայն կարող է կրկնվել։ Խնդիրն այն է, որ նման բախումների թիվն ավելանալու է եւ մի օր կհասնի կետի, երբ ոչ ոք ի վիճակի չի լինի այլևս հանդարտեցնել իրավիճակը։ Այս վիճակը կողմերից եւ ոչ մեկի շահերից չի բխում։ Չի բխում նույնիսկ Ադրբեջանի շահերից։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ գնով մի քանի գյուղ են իրենց հսկողության տակ վերցրել, այս իրավիճակի միակ ելքը իրական բանակցային կարգավորումն է։ Իրականում միակ կողմը, որը շահում է տևական հակամարտությունից, լինի այն սառեցված հակամարտություն, թե թեժացող բախումներ, միակ շահող կողմը դա Ռուսաստանն է։ Ռուսաստանի քաղաքականության համաձայն հակամարտության չլուծված կարգավիճակը թույլ է տալիս նրանց վարպետորեն շահարկել ինչպես Ադրբեջանին, այդպես էլ Հայաստանին, որտեղ այն կարող է ռազմաբազան ուժեղացնել։ Դրանից բացի, Ռուսաստանը շարունակում է երկու կողմին էլ զենք վաճառել, մեծ գումարներ աշխատելով եւ երկու կողմերին էլ դարձնելով Ռուսաստանից կախյալ։ Այսպիսով Ռուսաստանն է միակ կողմը, ով օգուտ է քաղում այս բռնություններից։ Կա եւս մի կողմ, որը հույս ուներ, որ եթե սրի իրավիճակը, դա աշխարհին կստիպի նրանց խնդիրներին լուրջ մոտենալ։ Դա տեղի չի ունենալու։ Պետք է տեղի ունենար, բայց չի ունենալու։ Խնդրի իրական լուծումը բանակցային կարգավորումն է։ Հիմա տեսեք, Մինսկի խումբն անօգուտ է, քանի որ դրա համանախագահներից մեկը Ռուսաստանը հետաքրքրված է հակամարտությունը չլուծված կարգավիճակով պահպանելու մեջ։ Կամ էլ, եթե այնուամենայնիվ կարգավորի հակամարտությունը, ապա կանի դա այնպես, որ դա կվտանգի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այսպիսով միակ իրական ուղին այն է, որ ԱՄՆ-ի նախագահը, լինի դա պարոն Օբաման կամ հաջորդ նախագահը, բանակցություններ նախաձեռնի, ինչպիսիք օրինակ նախաձեռնվել էին Քեմփ Դեվիդում շուրջ 40 տարի առաջ, երբ հաջողվեց հաշտեցնել Եգիպտոսն ու Իսրայելը։ Այսպիսով, անհրաժեշտ է նախագահ Սարգսյանին եւ նախագահ Ալիևին Միացյալ Նահանգներ հրավիրել եւ նրանց համոզել, մինչեւ որ նրանք հանդես կգան համատեղ խաղաղ պայմանագրով։ Նախագահ Օբաման, ում մնացել է շուրջ կես տարի նախագահելու ժամանակ, դժվար թե դա անի, սակայն Հիլարի Քլինտոնը նախագահ դառնալու դեպքում կարող է մեծ դեր խաղալ խնդրի կարգավորման համար։ Որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ մասնագետները դիմեն Սպիտակ տանը, բացատրեն նախագահին, որը նոյեմբերին ընտրված է լինելու արդեն, թե իրականում որքան բարձր են խաղադրույքները։ Այս խնդիրը սոսկ Հայաստանի եւ Ադրբեջանին չի վերաբերում։ Խնդիրն իր մեջ է ներառում նաև Ռուսաստանը, Թուրքիան, Մերձավոր Արևելքը եւ Սևծովյան տարածաշրջանը։ Կովկասում եւս մեկ լայնածավալ պատերազմ չի կարելի թույլ տալ։ Այսպիսով անհրաժեշտ է խնդիրը կարգավորել, թույլ չտալով, որ այն հսկողությունից վերջնականապես դուրս գա։ Կարգավորման համար անհրաժեշտ է հետեւյալ խնդիրների լուծումը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ չմտնող ադրբեջանական մյուս տարածքների վերադարձը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը։ Համոզված եմ, որ նման բան տեղի չի ունենալու։ Ռուսաստանը չի դադարեցնելու զենքի վաճառքը կողմերին, քանի որ առաջին հերթին Ռուսաստանում ռազմաարդյունաբերական լոբին շատ ազդեցիկ է։ Դրանից բացի, եթե նրանք զենք չվաճառեն կողմերին, ապա նրանց տեղը կարող է գրավել մեկ ուրիշը եւ Ռուսաստանը կզրկվի կողմերի վրա զենքի վաճառքի միջոցով ազդեցության լուրջ լծակից։